Քաբաբի ֆարշը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է հավի ոսկրահան արած ազդրամիս, ամեն 1 կիլոգրամ մսի համար 200 գրամ խոզի սալ, 200 գրամ գլուխ սոխ, այստեղ ունենք կծու պղպեղ եւ կանաչիներ, ինչը պարտադիր չի, կարող եք չավելացնել թե կանաչին, թե կծու պղպեղը, դարձրեք կանաչիներ եւ կծու պղպեղ եւ կդառնա մշոկ քյաբաբ։ Մենք խաղալու ենք կամ 2 անգամ, կամ մսաղացի մանր անցքերով։ Ես կաղամ մսաղացի մանր անցքերով եւ կաղամ մի անգամ։ Իդեպ պետք է աղանք հերթականությամբ, այսինքն մի կտոր միս, մի կտոր սալ, մի կտոր սոխ։ Նույն հերթականությամբ աղացեք, որպեսզի խառնելուց ավելի հեշտ լինի ձեզ համար։ Ես ամբողջը արդեն աղացի, հիմա մեզ պետք է տեղափոխել մեծ տարայի մեջ, այսպես, որովհետև սկսվում է ամենահետաքրքիր պահը։ Ավելացնում ենք աղնու սև պղպեղը, աչկա չափով եմ ես լցնում ու արդեն համից կհասկանամ եւ մի փոքր սև պղպեղ։ Սկսեցինք։ Միսը պետք է ստացվի շատ կպչուն, դրա համար մսի հետ պետք է հավելյալ աշխատանք տանել։ Բայց նախ պետք է լավ խառնենք, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն։ Ձեռնոցով չի լինում, խորհուրդ կտամ, հենց ձեռքերով լավ լվացվեք ու սկսեք։ Վերցնում ենք քյաբաբի ֆարշը եւ սրանից հետո պետք է ամբողջ խոհանոցը մաքրեք քյաբաբի ֆարշից։ Ստանալու ենք այսպիսի կպչուն ֆարշ, տեսեք։ Դրա համար մեզ պետք է ջուր, ուղղակի թռչում ենք ձեռքերը ու ջրի օգնությամբ սիրուն հավասարացնում ենք։ Շատ ջուր անել պետք չի, ուղղակի պետք է որ ձեռքը լինի թաց։